137 կիլոմետր երկարությամբ աղստև գետն անցնում է Իջևան ու Դիլիջան քաղաքներով։ Մարդկանց հուշերում դեռ թարմ են, որ վաղ անցյալում գետի երկայնքով աճող վարդերն ու այլ ծաղկատեսակներ, որոնք լրացուցիչ գույն ու բույր էին բերում քաղաքին։ Աղստևն այսօր էլ հոսում է իր հունով, բայց գետի պատկերը շարունակում է մնալ մտահոգիչ։ Վերջին ջրհեղեղն էլ եկավ հիշեցնելու, որ գետի հունը խցանողը գետաբերուկներից զատ նաև կոմունալ կենցաղային արտադրական աղբն է, որ շարունակաբար նետվում է գետ։ Իջևանում քաղաքացիների համար աղբանության 3 եղանակ է գործում՝ լցնել աղբամանը կամ թողնել նախատեսված վայրում, թողնել փողոցում կամ նետել աղստև գետը ջուրը կտանի տրամաբանությամբ։ Տարիների ընթացքում ձևավորված այս վարքը դեռ շարունակվում է հանրության լուռ համաձայնության պայմաններում, եւ որ առավել խնդրահարույց է, դա ընդհանուր հանդուրժողականությունն է խնդրին։ Ոստիկանությունը չի տուգանքը նշանակող, այլ տեղական ինքնակառավարման մարմիններն են։ Ոստիկանության պարտական զուտեն է, որ եթե նկատեն նման արարք, պարզապես արձանագրվի եւ այդ մասին տեղեկացվի Իջևանի համայնքապետարան եւ ըստ այդմ իրենք ընթացքը որոշեն։ Տուգանք նշանակողները համայնքապետարանն է։ Աղտոտվածության հիմնական գործունեությունը պետք է իրականացնի համայնքապետարանը, ոստիկանությունը որպես աջակցող հասարակական կարգ ապահովի։ Եղել է շատ դեպքեր են եղել, համայնքապետարանի բնապահպանության հետ համատեղ միջոցառումներ ենք իրականացրել եւ ապահովել ենք հասարակական կարգը։ Եվ հիմա նույնպես այդ քննարկման ընթացքում անձամբ ես եմ ներկա եղել, առաջարկություն է ներկայացվել, որ բոլորս համատեղ ուժերով այցելություն կատարենք, ստուգայցեր իրականացնենք, բոլորին եւս մեկ անգամ նախազգուշացնենք, իսկ կրկնվելու դեպքում արդեն անցնել վարչական պատասխանատվության։ Քաղաքացիական երիտասարդական կենտրոն հասարակական կազմակերպությունը հերթական անգամ բարձրաձայնում է Աղստև գետի աղտոտվածության մասին։ Վերջին միջոցառումը հանրային ակցիաներ Իջևանի շատրվանների հրապարակում։ Նախաձեռնած քննարկումները, դիտարկումներն ու հետազոտությունները հանգեցրել են այն տեսակետին, որ համայնքը իր սեփական բնապահպանական, ռազմավարական փաստաթուղթը պիտի ունենա։ Ցավոք սրտի Աղստև գետի աղտոտվածությունը այնքան խոր արմատներ ունի եւ ձգվում է այնքան երկար տարիներ, որ նկատում ենք խնդրի նկատմամբ հարմարվողականություն, ինչպես համայնքի բնակիչների եւ այնպես էլ համայնքային իշխանությունների շրջանում, այն որ համայնքային օրակարգում չկա խնդրի ինստիտուցիոնալ երկարաժամկետ լուծումներ տալու օրակարգը, ակնհայտ երևում է համայնքային փաստաթղթեր ուսումնասիրելիս, առնվազն մեր կազմակերպությունը 10 տարի գործելով համայնքում եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահելով բոլոր այն գործընթացները, որտեղ ունենում համայնքում արձանագրում է, որ ոչ մի տարեկան աշխատանքային պլանով, բյուջեով նախատեսված չեն հատկացումներ, որոնք ուղղված կլինեն խնդրի լուծման համար։ Վերջին տարիներին ամենախոշոր աշխատանքը, որ գետի աղտոտվածության խնդրի լուծման հետ աղարսվում է, դա 24 թվականին իրականացված լայնամասշտաբ գետի հունի մաքրման աշխատանքներն են, որոնք իրականացվեցին ի պատասխան 2024 թվականին տեղի ունեցած ջրհեղեղի։ Մեզ համար շատ ցավալի էր եւս մեկ անգամ արձանագրել, որ անգամ բոլոր այն կազմակերպությունները, պատկան կազմակերպությունները, ովքեր դերակատարություն պիտի ունենան խնդրի լուծման գործում եւ իրավասություն էլ ունեն, բացի այն, որ արձանագրում են արկա խնդիրը, դրա լուծման հետ կապված որևիցե կոնկրետ քայլեր, գործողություններ չեն առաջարկում։ Գետերը խոցելի են, որովհետև Հայաստանի գետերի մի մասի վրա մենք ականատեսն ենք, որ նրա ափերին գործում են հանքարդյունաբերական ընկերություններ, մյուսների վրա ասենք հեկեր են գործում, բայց ամենատարածված երևույթը, որը նույնական է գրեթե բոլոր գետերի համար, դա առաջի հերթին կոյուղաջրերի կառավարման այսպես խնդիրն է, որովհետև հիմնականում մեծ բնակավայրերը, քաղաքները իրենք արտանետում են իրենց կոյուղաջրերը դեպի գետեր, վերցնենք Աղստևի գետը, այստեղ մենք գործ ունենք ավելի շատ այդ տնտեսական եւ տեղական քաղաքականության բացակայության արդյունքում աղտոտումների դեպքերի հետ։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ նույն թիմերը, չգիտեմ, այդ գետի երկայնքով քանի տեղական ինքնակառավարման մարմին կա, եւ քանի գյուղ են ոռոգվում այդ դաշտի գետերով, քանի հոգի են ձուկ որսում այդ գետում, այսինքն մտահոգված լինելով իրենց գետի երկհամակարգով,
մշակեն տեղական նախքաղաքականություն։ Չնայած Աղստև գետը լեռնային գետ է, տարվա գարնանային սեզոնին այն ինքնամաքրման փորձեր է անում, սակայն անզեն աչքով էլ երևում է գետի ջուրն աղտոտված է, կապտականաչ ջրիմուռները տարածված։ 2024 թվականին Տավուշի մարզում բնակիչները տեսան գետի բացասական կողմը։ Այն քշեց տարավ բնակելի տներ, վնասեց միջպետական ճանապարհ ու համայնքային ենթակառուցվածքներ։